Հերթական սարսափն է։ Իրականում ժողովուրդ ջան, սա Շիրակի մարզի Կապս գյուղի դպրոցի շենքն էր, եւ գյուղի երեխաները այս մեղմ ասած անմարդկային պայմաններում էին ստիպված դպրոց հաճախել։ Դեռևս 88 թվականի երկրաշարժից հետո դպրոցը հայտնվել էր վթարային կարգավիճակում, համարվում էր ի դեպ երրորդ կարգի վթարային շենք, եւ այդ վթարային շենքում էին մեր երեխաները դպրոց հաճախում։ Ի դեպ դպրոցի ներսում անգամ պատերն էին շարժվում եւ ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան կարող էր ճակատագրական լինել այդ նույն երեխաների համար։ Դիտեք ինքներդ։ Եվ աշակերտներով դասողություն տանում եք, որպեսզի երեխաները չփրկվեն։ Շատերը իրան երեխաներն են ասում եք, շարժում է պատը։ Ահա է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, նրանց հետ իշխանություն կիսած Տաշիր Սամոյի հայրենասիրությունը ու սերը հայրենիքի նկատմամբ, սերը այդ հայրենիքի երեխաների նկատմամբ։ Փառք Աստծո, այս դպրոցն էլ արդեն չկա, սա փոխարեն նորն ենք կառուցել։ Կառուցել ենք սեյսմակայում ու ժամանակակից պայմաններով դպրոցի նոր շենք, որտեղ ի դեպ գործում է նաև նախակրթարան։ Բարով վայելեք, Կապս գյուղի սիրելի բնակիչներ։